Կարաս ասես ինչ նա միավորում ես լոգոների։ Դե երևի որ ամերիկյան են։ Չէ, ուրիշ բաներ կա։ Դե ուրեմն որ ձեռագիր են։ Այո, ձեռագրային են այդ լոգոները եւ հիմնականում ստեղծվել են կամ հենց հիմնադիրների կողմից կամ նրանց սերտ կապված անձանց կողմից։ Այս բրենդերը երբ որ սկսել են իրենց գործունեությունը, տվյալ ոլորտում եղել են առաջինը կամ ունեցել են ինչ-որ եզակի գաղափարներ։ Եվ ձեռագրային լոգոն ուղղակի բաղկացուցիչ մասն է կազմել։ Բայց արդյոք ձեռագիր լինելն է նրանց հաջողության պատճառը։ Ու եթե տենց է, ինչի հիմա ձեռագիր լոգոներ չկան տենց հայտնի։ Դրա համար մի քանի պատճառներ կան։ Նախ մինիմալիզմի տարը։ Տենդենսը գնում է ավելի մինիմալիստական լոգոների։ Ձեռագրային լոգոները շատ անգամ իրար նման են ստացվում։ Բրենդերը այլևս մարդիկ չեն, այլ գաղափարներ։ Եվ ձեռագրային լոգոն, քանի որ ավելի շատ արտացոլում է անհատականություն, բրենդերը շատ ժամանակ խուսափում են ունենալ հենց ձեռագրային լոգոներ։ Դե մի բան էլ ես ավելացնեմ, ձեռագիր լոգոն թվային աշխարհում ճկունություն չունի, ընթերնելիությունը այդքան էլ լավ չէ եւ նրանից շատ դժվար է օրինակ ֆավիկոն վերցնելը։